Անապատում մեր հայրերի հետ էր վկայության խորանը, ինչպես նա, որ խոսեց Մովսեսի հետ, հրաման տվեց շինել այն ըստ այն օրինակի, որ ինքը տեսել էր։ Եվ մեր հայրերն էլ այն առնելով բերեցին, երբ Հեսոյի հետ գրավեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստված վտարեց մեր հայրերի առջևից։ Այսպես էր մինչև Դավթի օրերը, երբ նա Աստծու առաջ շնորհ գտավ ու խնդրեց, որ Հակոբի Աստծու համար մի բնակարան կառուցի, իսկ Սողոմոնն էլ նրա համար մի տուն շինեց։ Սակայն Բարձրյալը բնակվում է ոչ թե ձեռակերտ տաճարների մեջ, այլ ինչպես մարգարեն է ասում. «Երկինքն է իմ աթոռը, և երկիրը պատվանդանն իմ ոտքերի։ Ինչպիսի տուն պիտի շինեիք ինձ, ասում է Տերը, կամ ինչպիսի տեղ իմ հանգստյան համար, չէ՞ որ իմ ձեռքն էր շինել այս բոլորը»։ Կամակորներ, որոնց սիրտն ու ականջները փակ են Աստծու կոչին, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում եք, ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։ Ձեր հայրերը մարգարեներից որին չհալածեցին, և սպանեցին նրանց, որոնք նախօրոք պատմեցին արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրենք նստացաք, բայց այն չպահեցիք։